Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր սպասում են մեր նոր փաստերին, իհարկե անակնկալ բացահայտումներին, ինչպես նաև այն կարծիքներին, ինչը հետաքրքրում է մեր ունկնդիրներից շատ-շատերին։ Շեյր բարեկամներ, ես պիտի ասեմ, որ Փակ TV-ի գլխավոր նպատակը բոլոր ոլորտերին անդրադառնալն է, ամենատարբեր ոլորտներին, ինչը կարող է հետաքրքրել մեր ունկնդիրին։ Եվ անկասկած դրանցից մեկն է ժողովրդական բժշկությունն է։ Ես անձամբ հակված եմ, որ իսկապես ժողովրդական բժշկության դերը անչափ մեծ է մեր կյանքում եւ շատ հաճախ մենք պարզապես հրաշքների ենք ականատես լինում այս ոլորտում։ Այսօրվա մեր հյուրը, մեր հին ու լավ բարեկամներից մեկն է Բուսաբուժ Խաչիկ Խաչատրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, շատ վաղուց չենք հանդիպել, բայց դուք ասացի մեր լավ բարեկամն եք, մեր ընկերությունը շարունակում է։ Ես ուրախ եմ, որ դուք ներկայացնում եք ժողովրդական բժշկության մի ոլորտ, որը կապված է բուսաբուժության հետ։ Շատ կարևոր, այսպես ասած, հանգամանք է մեր կյանքում։ Համամիտ եք։ Շատ համամիտ եմ։ Դե տեսեք, մենք այսօր պիտի խոսենք այն մասին, որ համացանցում հատկապես վերջին շրջանում կրկին շատ մեծ տեղ է հատկացվում ձեր դեղամիջոցներին, որոնք մարդիկ օգտագործում են իրենց բուժումների համար։ Եվ այդ մասի ամենալավագույն վկայություն այն 100 հազարավոր դիտումներն են, որ կա այսօր համացանցում։ Դա ձեզ համար սպասելի էր։ Չէ, սպասելի չէր։ Դե ասենք ժողովրդի ցանկացել եմ, որ ես այդ թեմայով մի բան ասեմ իրանց, նկարել եմ, այդ ճնշման համար նկարեցի, գցել եմ շատ արագ 2000 անցավ 230-240 հազար մի տարվա մեջ դիտում են անում ու գրում են թե ինչ լավ է, շատ ճիշտ բաներ է։ Նույնը աշկի համար է եղել, որ էլի շատ կարճ հոլովակ էր, տեսողություն շատ լավ կանգնում է, վերականգնում է։ Ես արդեն քանի տարի օգտվում եմ այդ աշկի բանը, տարի 1-2 անգամ անձամբ ընտանիքով անձամբ օգտագործում ենք, ցանկացած գիրք կարդում եմ առանց ագնոցի, դուրս եմ գալիս, այս ագնոց չեմ օգտագործում։ Հասկացեք, դա շատ մաքրում է։ Շատ կներեկան համեստ մի հարց, քանի տարեկան եք։ Արդեն մոտենում եմ 70-ին։ Եվ առանց ագնոց կարդում եք։ Առանց ագնոցի ցանկացած այս գրառումներ, բաներ, ինչ որ կա առանց ագնոցի։ Հեռախոս առանց ագնոցի բոլոր մանրուքները կարդում, ուսումնասիրում են, պատասխանում են դրանց։ Շատ հետաքրքիր է։ Դա իհարկե խոսում է այն մասին, որ ժողովրդական բժշկությունը իրոք հրաշքներ կա։ Այո, շատ բաներ է, դա օգտագործողներ զանգում են, շնորհակալություն են հայտնել, այդ ով որ կարդած նայել է, օգտագործել է ճիշտ ձևով, շնորհակալություն են հայտնում։ Ես կուզենայի, որ մենք մեր զրույցը սկսենք իմունային համակարգի մասին խոսելով։ Ինչ է այն ընդհանրապես իրենից ներկայացնում։ Հա, դե ես ցանցի համար արդեն ասեցի, որ սրանք լրիվ ցանցում կա, ամենաշատը YouTube-ում նայողները։ Իսկ դեղամիջոցները։ Այո։ Սրանք բոլորը ձերն են։ Այո, դե մի մասն է։ Սա դուք ստուդիա բերել եք միջին։ Դետքան չեք կարող բերել։ Տեղել չունեք։ Տաղավարը չի հերիքի։ Ամենաշատը ասենք թե YouTube-ից են գրում, շատերը չգիտեն ոնց մտնեն YouTube։ Ես ասում եմ, որ մտեք Բուսաբուժ Խաչիկ Խաչատրյան։ Բաստիվյուն մտեք Խաչիկ Խաչատրյան։ Նման տեսք գտնեն ինձ եւ նայում են այդ բաները, ուսումնասիրում են, գրում են։ Շատ լավ հետաքրքիր բաներ անում։ Պարոն Խաչատրյան, այնուամենայնիվ իմունային համակարգը այսօր ինչպիսին է ընդհանուր։ Շատ վատ։ Քանի որ սննդակարգի մեջ ոչինչ չկա։ Մեր խանութի վաճառած բոլոր յուղերը, մեր հայկական բարբառասով ձեթ են ասում, ձեթ բառ չկա, յուղեր են։ Բուսական յուղ, կենդանական յուղ։ Այս որ տարբեր տեղ եմ եղել, գալիս մեկ էլ այդ բառը նորից մեր Հայաստանից լսում ես ձեթ։ Ձեթը ինչ է, այդ ո՞վ է գրել ձեթ։ Յուղ է, դա յուղ է։ Հասկացեք։ Այդ յուղերը անորակ են։ Առաջին օրինակ կարող եմ բերել ինչի համար, եթե արևած ծաղիկի կիլո արժի 80 ռուբլի Ռուսաստանում օպտը։ Այո։ 3 կիլոից դուրս է գալիս մի լիտր կտավատի յուղ, բան է, արևած ծաղիկի յուղ։ Դա ուրեմն արևած ծաղիկի յուղ պետք է լիներ 240 ռուբլի։ Ճիշտ է։ Այո։
բայց իրանք վաճառում են 80 ռուբլի։ Մեր մոտ գալիս է արդեն այդ նույն ձեթը, նույն յուղը վաճառում են 800 դրամ։ Դա ճիշտ է։ Չի իհարկե։ Չի համապատասխանում։ Դա բուսական այլ էժան բուսական յուղեր են, որ բերում են ժողովրդին խաբելով, ժողովրդն էլ էժանի վրա է գնում։ Չի պատկերացնում, որ դա ուտի ինչ է կատարում իր հետ։ Այսինքն իրենց օրգանիզմը կարող է դրանից դժվել։ Այո, օրգանիզմը դժվում է։ Դրա համար ասենք թե յուղերի մեջ չկա օմեգա 3, օմեգա 6, օմեգա 9, այդ յուղերի մեջ չկա։ Դա չգիտես ինչ յուղեր են։ Իսկ օմեգան մեր կյանքի առաջին բանն է, այն լավ, որ ասենք թե օրգանիզմը փափուկ, տեսողություն, ամեն ինչ կախված է օմեգա 3-ից, D3-ից, երկաթից եւ շատ էլեմենտներից։ Օրինակ, եթե օմեգա չօգտագործեն երկար օմեգա չեք օգտագործում, հավես, առաջինը սկսում է տեսողությունը ընկնել։ Մաշկը չորանում է, թուլանում է, վիտամիններ կարևոր են, բուսական վիտամիններ, որոնք պետք է հասկանաս, որի մեջ ինչ կա եւ ինչ չափաբաժին է ուտես։ Բայց մարդիկ գալիս են դրսից ինչ պատա ուտում են ու քայքայում են իրենց օրգանիզմ։ Դուք հավանաբար նկատել եք, երբ մենք որևիցե տոնախմբության ենք մասնակցում, հարսանիք, կնունկ, ծնունդ, սեղանին նստած մարդիկ մի պահ մոռանում են եւ այդ առած սեղանից օգտվում են որքան կարող են շատ, բայց չէ որ այնտեղ դրված դա սխալ է։ Այստեղն այնքան էլ բարձրորակի չի լինում։ Դա սխալ է։ Ինչ է պետք անել։ Դուք չափաբաժին պետք է իմանաս, ասենք թե այնտեղ աղցաներ ա դրած, բոլորը չպետք է փորձես, որ միկից մի 60-ից 70 գրամ փորձում ես աղցան։ Հետո որ ասենք թե բերում են խորոված, մի կտորը խորոված ես ուտում, հա մի բաժակ ասենք թե խմում ես ոգելից խմիչ կամ բան։ Պետք չէ շատ ոգելից խմիչ խմեն։ Համել 3-4-5 կտոր միս ուտեն խորոված ուշ ժամին, հարսանիքները լումա ժամին 6-ից 7-ից հետո 11-ին պրծնում է, մինչև 11 այդ մարդը ուտում, գալիս է քնա, քայքայում է որ ամբողջ օրգանիզմը քայքայում։ Չի կարելի։ Ու ժամին չի կարելի ուտել։ Պետք է ճիշտ ժամին սնվեք։ Ձեր սննդա կարգը պետք է լինի լարավոտ նույն ժամին սնվեք, կեսօրի նույն ժամին, երեկոյան, բայց մերը 3-4 ժամ տատանվում է, դա քայքայում է օրգանիզմը։ Օրգանիզմը քայքայում է։ Դրա համար մարդկանց իմունային համակարգը որ թուլանում է, նրանք ավելի շուտ են ձեռք բերում հիվանդությունները, ցանկացած հիվանդություն։ Կորոնայի ժամանակ, այդ COVID-19-ի ժամանակ, ով որ թույլ է, իմունային համակարգը թույլ է, դրանք ավելի շուտ են հիվանդանում։ Քան թե ես որ ասենք թե պատրաստում եմ դրանցից այդ թազասարքարանը ինչ պատրաստում եմ, ես ուտում եմ ամեն անգամ։ Առաջին ես եմ ուտում։ Ձեր պատրաստած դեղամիջոցները դու առաջին ուտում եմ, ամեն անգամ պատրաստել ես ուտում եմ, մտածում եմ ինչ որ համի փոփոխություն է եղել, կարող է մի սերմը ինչի եղել, բայց ուտում ես, նորմալ, Այսինքն միջև հիվանդին տալը ինքները ձեր վրա փոխ։ Այո, դա անպայման պետք է փորձարկեմ, չի կարող ես անգամ լավը չէ, ուտեն թույնավորվել։ Այ մեր սեղանին տեսեք, դեղամիջոցներն են ձեր կողմից պատրաստված։ Միգուցե մի քանի խոսքով այս մասին ինչ է, սրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Նախ սրանք դեղամիջոց չեն, սրանք սնունդ են Սնունդ են դրանք։ Ես իրանք չունեմ դրանց ասեմ դեղ, քանի որ ես դեղամիջոց սարքելու հնարավորություն չկա։ Սա սննդային միջոց է։ Այս բոլորը ուտեստեղել է։ Այո, սա ուտելա, սա իմունային համակարգի համար է պատրաստված, մեջը 17 տեսակի բույսեր է։ 17 տեսակի բույսերի սերմեր է ու արմատներ է։ Սա ուտում են 8 օր, կես կիլո է, 8 օր են ուտում։ Այսինքն պետք չէ միանգամից նստել։ Չէ, առավոտ սոված ժամանակ մի բաժակ ջուր են խմում, տաք ջուր։ Այո։ Ուտում են սրանից։ Սա է։ Պարզ է։ Այսինքն առավոտ մի թեյ գտալ, երևի։ Այո, ճաշի գտալ։ 30-ից 35 գրամ։ 20 րոպե հետո նոր իրանց հասնեն ուտում։ Պարզ է։ Ուրեմն սրանց հետ օգտագործելու ժամանակ չի թույլատրում կարակ, պանիր, սմետան, սպիտակ հաց։
Չի կարելի։ Չի կարելի։ Մեր զրույցի ժամանակ հաղորդումից առաջ դուք ասեցիք, որ արդեն մի քանի տարի հաց չեք ուտում ընդհանրապես։ 3 տարի չեմ ուտում ոչ հաց, ոչ կարակ, ոչ պանիր, ոչ սմետան, դրանք կատնաբաներ չէ։ Ես մենակ իմ ուտածը կատնաշորն է, օրական 80-ից 100 գրամ։ Կատնաշորը անվտանգ է։ Ամենաուժեղ կալցին կատնաշորի մեջ է անվտանգ, հասկանում եք։ Դա շատ օգուտ է տալիս օրգանիզմի իմունային համակարգի համար։ Մարդիկ չեն ուտում այդ կատնաշորը, չեն հասկանում, որ իրանց օրգանիզմում կալցի է պետք։ Բնական կալցին ամենաուժեղ, իսկականը դա կատնաշորի մեջ է։ Կա մթերքներ, ասենք թե բնդուկի մեջ կա կալցի, քունջուտի մեջ կա կալցի, բայց ասենք թե մենք ընդեղենը նոր տարի են ժողովուրդ օգտագործում, պետք է ամեն օր օգտագործել, ամեն օր։ Օրինակ յոդի պակաս մարդիկ ասում են Պոպ կերեք, ընկուզ կերեք, ասում են ընկուզ ամեն օր կլինի ուտել։ Պարոն Խաչիկյան, իսկ սա ինչ է իրենից ներկայացնում, այս մի փոքր փայտիկներ են, ինչ է։ Սա դարչինի ձողիկներն են։ Դարչինը Շրի Լանկայից եմ ստանում։ Սա միայն Շրի Լանկայից է գալիս։ Հարավային Հնդկաստանել կա, Չինաստանել կա, ամենաբորակով։ Բայց դուք ստանում եք, այստեղ Հայաստանում չկա, Հայաստանում չկա սրանից Հայաստանում։ Դուք ստանում եք եւ ստանում եք, եղապույս եք սարքում փաստորեն։ Սա աղում եմ, հեսա աղացածը, պաշկիկներով լցած տալիս եմ հիվանդին, ասում տար օգտագործի։ Եվ ասում եք ինչ չափաբաժնով, ինչպես։ Հետևը գրած է։ Ամեն ինչ գրած է։ Ամեն ինչ գրած է, նկարը կա, հետևը գրած է։ Մարդիկ օգտվում են եւ հաճախակի Եվ սա նույնպես առողջական է։ Սա ես աղում եմ, աղացածն եմ, սա իրանք չեն կարող օգտագործեն ճիշտ։ Հասկացեք։ Դրա համար աղում եք նոր հանձնում եք, այո։ Սա մածունով ուտում են։ Թեյ խմում են, կոֆե հետ խմում են սա, այս փոշին։ Եթե սուրճ եք խմում, սուրճը սրանից լցեք։ Վտանգավոր չի։ Ոչ, ես պատասխան եմ տալիս։ Դրա համար այդ ռեցեպտ բաղադրատոն սրերը քան տեսակի կարող ես օգտագործել, քան ձևով կարող եք օգտագործել։ Այն սպիտակ գույնի մանկայով ինչ է։ Վահանաձև գեղձի համար է։ Մենք Վահանաձև գեղձին առանձին ենք անհավանալ։ Իսկ սրանք սա բանա, կերասինի թուրմն է, էսա երկրորդ հետո սա թրմում եմ։ Պոպոկը, կաթնային պոպոկը լցնում ենք նավթի մեջ, սպիտակ մշակած նավթի մեջ, 40 օր թաղում եմ հողի մեջ։ 40 օր։ Այո, 40 օր։ Պարտադիր։ 40 օր մնում է հողի մեջ, հանում եմ, լցնում եմ շշերի մեջ տալիս եմ։ Ուրեմն տեսեք, սա ինչեր է անում։ Անգինա որ կա նշիկների, երեխաների, մեծերին։ Ռամբակը փաթաթում են, մի հատ մաքրում են, 1-2 անգամ մաքրում են, երեխան մոռանում է թե այդ նշիկները։ Սա հակին միկրոբներ է վերացնում օրգանիզմում։ Գիտեք սա ինչ տեղն է, սա այն պատերազմի ժամանակ առաջի տեղն է եղել։ Իսկ այն մյուս այդ սա ինչ է։ Սա մազա ինչի համար է նախատեսված։ Դա կրունկների համար է, ոտքի, հոդացավերի համար է, քորի համար է։ Բոլորը կարող են օգտագործել, եթե կրունկները ճակվում է բանալնում, տոքսիներից բանալնում։ Սրանց որ քսում են, 1-2 անգամ քսում են եւ դա մոռանում են։ Հետաքրքիր է։ Սիրելի բարեկամներ, ես ձեզ ուզում եմ ասել, իհարկե, ձեզ մոտ անմիջապես հարց է առաջանում, թե ինչպես կարելի է կապվել Խաչիկ Խաչատրյանի հետ։ Այն հեռախոսահամարը, որ հիմա դուք կտեսնեք մեր էկրաններին, այն հնարավորություն կտա ձեզ միանալ պարոն Խաչիկյանին, խնդրեմ հեռախոսահամարները, դուք կարող եք զանգահարել եւ հավատացեք, որ լավ ճանաչելով պարոն Խաչատրյանին, գիտեմ, որ նա շատ բարեխղճորեն կպատասխանի ձեր բոլոր հարցերին, ավելին ասեմ, պարոն Խաչատրյանը նաեւ մեծ սիրով հատկապես տարեց մարդկանց է վերաբերվում, միջև վերջ նրանց խորհուրդներ է տալիս իր, ինչպես ասում են, ուղղորդում է ինչպես կարելի է։ Լավ, ինչ հիվանդություններ եք դուք բուժում, որտեղ այս հարցը անմիջապես առաջանում է։ Ուրեմն առաջին հիվանդություն դա սիրտանոթային է, որ ես ինձ վրա փորձելով, ինձ ստենդավորել են 14 տարի, ես ինձ վրա եմ փորձել եւ դա ասել եմ հաջողության շատ ուժեղ պայքարում են եւ ժողովրդերին ասում են, որ շատ ուժեղ է։ Դա սիրտանոթային է։ Չհասնեն ստենդավորման, անոթների մաքրում։ Այսինքն դրա միջոցով մարդը չի ասում ստենդավորում։ Ոչ,
եթե դա ճիշտ 1-2 չափաբաժին ուտի, 1-2 ամիս ուտի, իմ ասած ինչ որ ասում եմ կատարի, նա ստենդի էլ չի գնա, քան շատ երախետի։ Սիրտ անոթային է լավ բուժում, աղիքային հիվանդություններ ստամոքսի հետ միասին, դա էլ է լավ բուժվում, թութկը, որ արդեն գլուխը բարձրացրել երիտասարդների մոտ, դա էլ է բուժվում, ասենք թե ստադիաներ կա, առաջին երկրորդից մի քիչ ենկոն որ անցնում է, էլի հա, իսկ որ երրորդ, չորրորդ, հինգերորդն արդեն էս իրանց հարցնելով իմանում են, թե մեծ է, շատ մեծ է, ասում չէ, դա գնացեք վիրահատության ես, դա չեմ կարող, հասկացեք։ Իսկ առաջինը մի շաբաթում վերանում է, երկրորդը 2 շաբաթում 3-ում է վերանում, որ չի մեծացել, փուճուրը դա շուտ են վերանում, բայց որ կա մեծ բալի չափ, դրանց արդեն ես ոչ մի բան չեմ տալիս։ Ասում դա ինչ տամ, չունեմ այդ հնարավորություն, դա չի Ազնվորեն ասում եք, որ դա ձեր ուժերից վեր է։ Իմ ուժերից վեր է, մարդը ասում է, ես կարող եմ, ուղարկել եմ իրաց մոտ նույն բանը, չեն բուժվել ժամանակին կողմ։ Իզուր ժամանակն իսպանիկ։ Լավ, պարոն Խաչատրյան, մենք մեր զրույցը մի ընդհատում ենք կարճատև գովազդային հոլովակով, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ, գովազդ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Շարունակում ենք ծրագիրը եւ հիշեցնեմ, որ Խաչիկ Խաչատրյանն է բուսաբույժ մեր տաղավարում։ Պարոն Խաչատրյան, տեսեք, իմունային համակարգը մենք սկսեցինք խոսել, բայց փաստորեն դեռ ասելիք ունենք, չէ՞, ես այո, շատ բարդ։ Խնդրեմ։ Ուրեմն իմունային համակարգը շատ բարդ, ամեն ինչի կարիք ունի։ Պետք է բացթողում չանեք։ Բոլոր տեսակի սննդակարգը պետք է ճանաչեք, նոր օգտագործեք։ Ես ասացի, որ ձուկը Հայաստանում աճում է, Հայաստանի ձուկը տանում են Ռուսաստան, ռուսները զարմանում են, թե Հայաստան այդ բուժու երկիր այդքան ձուկ արտադրում, այդքան ձուկ է։ Մեր ձկները Լավն է մեր ձուկը։ Ոչ, մեր ձկները մեջ ոչ մի բան չկա, օմեգա չկա, D3 չկա, հասկացեք, մեր ձուկը սովորական ձուկ, մենք սովոր ենք այդ ձուկ ուտելով։ Իսկ ձկներինից որ օգտվում են, պետք է ծովի ձկներ ուտեք, ծովի ձկներ, կարմիր ձուկը, կարմիր ձկները, մսով ձկները։ Գարբուշա կոչեցյալը։ Դրանց մեջն է շատ օմեգան եւ D-ն։ Տեսեք, Չինաստանում ժողովուրդը շուտ չեն հիվանդանում, իրանց սննդակարգի մեջ յոդի չափաբաժին կա։ Մեր մոտ յոդի չափաբաժին չկա, ոչ մի բանի մեջ չկա։ Հասկացեք։ Ասում եմ մի պոպոկի մեջն է, նուշի մեջն է, ես ասում եմ պոպոկ երեք, ասում եմ նոր տարան ուտում ենք, ոչ նոր տարան չէ, դու օրական պետք է մի բուռ ուտես, եթե քեզի յոդի կարիք ունես։ Բայց այդ մարդիկ չեն ուտում, կոկա-կոլա են խմում, քայքայում է սա օրգանիզմ։ Մի խոսքով իմունային համակարգին պետք է այն, ինչ որ բնությունը տվել է, բնությունը, հասկացեք։ Եթե դու բնությունից շեղվում ես, գնում ես կիսա պատրաստածներ ես ուտում, այն դրսու պատրաստած ամեն ինչն ես ուտում եւ խմում ես կոկա-կոլա, դու քայքայում ես քո օրգանիզմը, թուլանում ես, ցանկացած վիրուսը դու կարող ես ընդունել։ Իսկ եթե ճիշտ ապրած մարդը, որ այդ վիտամիններ ամեն ինչ ունի, վիտամիններ ամեն ինչ իր մոտ կա, դա վիրուս չի ընդունում, վիրուսները չի ընդունում։ Ես այդ բանը COVID-ի ժամանակ, որ գալիս են ինձ մոտ, բերաները կապած, ես չեմ կապեմ բերանը, քանի որ ես պատրաստած այդ մածուկներից ուտում եմ, իմ մոտ լրիվ վիտամինները տեղին է, ես չեմ հիվանդած, իմ կինը հիվանդացել է, քանի որ նա չի ուտում։ Հասկացեք, ամեն ինչ իր բանը հետևանքներ է թողնում։ Պետք է անես այն, ինչ որ քո օրգանիզմն է ուզում, ոչ թե ձեր հաճույքի համար։ Դա տարբեր բաներ է, որ մարդիկ չգիտեն, չեն գիտակցում, այսինքն գիտեն, չեն գիտակցում։
Դրա համար իմունային բոլոր այդ վիտամիններ, ինչ որ կա, մարդիկ մի քիչ գիտակցում են, վիտամիններն են վերցնում վիտամինների կուրս են վերցնում, խմում բոլիմենի, ասում մի քիչ լավ, իրանց մոտ չափավորում է, կարգավորում է իրանց իմունային։ Եթե դա էլ չեն անում, լրիվ թուլանում են, լրիվ են թուլանում, հասկացեք, լրիվ եթե թուլացան, դեղն էլ չի օգնում։ Անցնում են բժիշկին, բժիշկը դեղերը տալիս, մեր հայկական ձևը մեր կողմ օգտագործում են, հա դա մեր չէ, հետո այտենց երբ որ լավա ցավում, մի եկած իրար հետևից են խմում, մեր հայրերը չեն օգտագործում, ճիշտ չեն էլ դեղը, ինչ որ դրանք էլ ճիշտ չեն օգտագործում։ Դրա համար քայքայում են լրիվ իրանց օրգանիզմը։ Խորհուրդ եմ տալիս, ցանկացած տարիքին գոնե տարին մեկ անգամ իմունային համակարգ էս մածուկներից ուտեն։ Սա իմունային համակարգի մածուկն է, որ օգտագործում են 6 տարեկանից մինչև վերջ, 6 տարեկանից։ 6 տարեկանը ուտում մի թեյ գտալ է ուտում։ Իսկ մեծերը մի ճաշի գտալ։ Ամեն օրյա ռեժիմը։ Ամեն օր, 2 անգամ առավոտ եւ դա որքան ժամանակ է իրիկում։ Սա մեծերի համար 8 օր, փոքրերի համար 16 օր։ Տալիս մի բան են երեխան ուտում է 16 օր։ Սա ես չեմ տալիս հղի կանանց եւ կրսկով կերակրող կանանց, դրանց չեմ տալիս։ Դա 16-17 տեսակի բույսեր են, արմատներ են։ Ես չունեմ այդ փորձը, որ ասենք դե տամ կարող է իր մոտ բան ալերգիա գնա։ Բարձ է։ Կամ կրսկով կերակրից երեխայի մոտ գնա, այդ ժամանակ ես չունեմ։ Իսկ որքանով է ճիշտ այն կարծիքը, որ մեզ մոտ դեղամիջոցների զգալի մեծամասնությունը կեղծ են։ Ուրեմն կան, կեղծ դեղեր կան, Ուշան ջան, շատ կան։ Ես դեղերի անուն չեմ տալիս, ես իրավունք չունեմ, ես բուսավոր եմ, գիտեմ որ կան։ Ուղղակի ես մի հատ դեղի բանը կասեմ, որ ժողովուրդը շատ են բան է դարձնում։ Օմեգա 3-ին կա մաքուր օմեգա 3, մաքուր։ Բա ինչպես իմանաս ոնց է, որն է մաքուրը։ Դրանք կապսուլներ են։ Տեսնում ես, կապսուլը ջարդում ես, միջի յուղը լցնում ես պենոպլաստի վրա։ Սովորական շինարական պենոպլաստի վրա։ Այո։ Նա սկսում է քայքայել պենոպլաստը։ Հենց քայքայեց, դա արդեն յուղ չէ։ Դա քիմիա է։ Ես պատկերացնում եմ օրգանիզմը ինչ կարող է անել։ Դա բանը իրանք այնից են անում, որ ժողովուրդը քայքայվի, շատ են ժողովուրդ։ Իրանք ոչ թե ժողովրդի բուժում են, այլ ժողովրդին վերացնում են։ Իսկ դրա համար դու պետք է ընտրես ճիշտ ցանկացած դեղը, որ ընտրում ես, մի գնացեք էժանի վրա։ Այն էժան դեղեր, որ դրսից բերում են էժան, դրա կեսը բանա, կեղծ է։ Ոնց որ յուղերը, ոնց որ բան ամեն ինչ մեջ կա կեղծ եւ մաքուր, պետք է գտնես մաքուրը։ Ես ուզում եմ իհարկե մեր ռեժիսորը մեկ անգամ եւս հիշեցնի այն հեռախոսահամարները, որոնց ձեզ հետ պիտի մարդիկ կապեն, որովհետեւ համոզված եմ, որ մեր այս հաղորդումից հետո մեծ թվով, շատ մեծ թվով հեռուստադիտողներ անընդհատ մեզ զանգելու են, խնդրում ենք տակ Խաչիկ Խաչատրյանի հեռախոսի համարը։ Ահա, ձեր էկրաններին է պարոն Խաչատրյանի համարները, զանգահարեք եւ խնդրում եմ ուշադիր եղեք, որովհետեւ զարմանալի է, նույնիսկ այս ամենից հետո գտնվում են մարդիկ, որ զանգում են, բա ոնց կապվենք պարոն Խաչատրյանի հետ, բա ինչ անենք, եղբայր, չգիտեմ ոնց կարելի է բացատրել։ Դե ես հասկանում եմ, որ դեղամիջոցները իհարկե դուք ճիշտ նկատեցիք, մեծ մասը կեղծ է, եւ ահա սեղանի դրված այս դեղամիջոցների միջև մի քիչ խոսենք, ինչ են։ Ուրեմն սա ծովաբողկի արմատ է չորացած։ Սովորական ծովաբողկի արմատ ես բերում, մաքրում եմ, չորացնում եմ եւ աղում եմ լցնում եմ տուփերի մեջ։ Հա։ Սա եթե տեսեք ուրիշ պետություններ սա օգտագործում իրանց կողմի բան է, հովանոցում ամենտեղ օգտագործում են։ Բայց մեր մոտ չկա։ Չկա այդ կուլտուրան։ Կուլտուրան չկա։ Ռուսները սա արմատները պամիդորի շաղախում դնում են դորիկի, դնում են սեղանին, իրանք ուտում են։ Դրա մոտ իրանց մոտ հիշողություն շուտ չի կորում։ Հա, նպաստում է հիշողության։ Այո, նպաստում է։ Սա եթե մի քանի պաշկա, մի տուփ, մի 2-3 ամիս օգտագործեք, ու կզգաք, որ չի վատանա ձեր հիշողություն։ Սա բացում անոթները։ Սրա կծուն, սրա համը
մի բարի պես չէ, կամ կոճապղպեղ, որ հիմա կոճապղպեղ շա աշխարհը կոճապղպեղ, դա ոչ, դե գնացեք ուրիշ տեղ, Իռլանդիայում սա էր առաջին տեղ, բանից սխտորից հետո սա էր իրանց մոտ, սխտորը առաջինը, երկրորդ սա, իսկ մեր մոտ ռեկլամները, բանը գովազդները շատ են անում, թե կոճապղպեղը էս, իրանք սա են օգտագործում, ծովաբողկի արմատ, Մյուսները սա քրքումն է, որ էլի արմատ եմ ես ձեռք բերում, թարմ չի չորացած արմատ եմ բերում, աղում եմ, դե աղասները արդեն բերել եմ, նոր սարքավորում լրի բերել եմ, ես ուրիշներ չեմ խնդրում, շատ լավ կոլեկտիվներ եմ ստեղծել, տարեց բժիշկների հետ եմ ծանոթացել, հասկացեք, այդ տարեց բժիշկները քան լավ բաներ են ասում, էլի, խորհուրդներ են տալիս։ Հա, նույնիսկ օգնում են ձեզ։ Այո։ Լավ է, որ ժողովրդական բժշկությունը, պրոֆեսիոնալ բժշկությունը, բարեկամություն է։ Ես դա կազմակերպեցինքի չի համար, ես տերմիններ չգիտեմ, ես բժիշկ չեմ, ես մանկավարժ եմ։ Այդ կոլեկտիվը, որ ընդլայնվել է, գնում եմ, նստում ենք, խորհուրդներ են ասում եմ, այս տերմին ինչ է նշանակում, ասում են դու դրանից գործ չունես, կամ դա հասարակ բան է, այս թեմայով, այս ձևով կարաս լուծես այդ հարցը, հասկացեք։ Բաղադրատոմսերը ինձ զանգում են, տարեցները, ասում են, ասենց իմ ծնողների տետրը բերենք տանք քեզ։ Հեն այնքան տետր եմ հավաքել, հուշամ, որ ամեն տետրի մեջ 1-2 բան է ինձ հետարքում, հասկացեք։ Ու դրանցով պատրաստում եմ, սա քրքումն է աղացած, որ շատ լավ օգնում է լյարդի ճարպակալման համար։ Եթե սա մի 3 ամիս օգտագործես, գնաս բժշկի կտենա, որ լյարդի նորմալ է, խնդիր չկա։ ճարպակալում չունի։ Իդեպ ես ասեմ, որ դուք նաև շատ հետաքրքիր այսպես մի ստենդային համակարգ եք ստեղծել, որտեղ ձեր դեղամիջոցներն են, եւ ես ռեժիսորին խնդրի այդ կադրը ցուցադրել այդ ստենդի, որովհետեւ ես երբ խնդրեմ այդ ստենդը մեր էկրաններին է, այնտեղ այդ բոլոր դեղերի մասին դուք շատ հետաքրքիր ինֆորմացիա եք։ Դա այն բույսերն են, բույսերի սերմերն են, ես աշխատում բույսերի սերմերից եւ արմատներով։ Դա մի մասն է, որ տեղ չէ, որ լրիվ կպցնեմ, երևի պատուն տեղ չլինի էլի դրանք։ Այդ դրանք այդ ցույց են տալիս, որ ինչ բույսեր են կարևոր, պետք է մարդիկ օգտագործեն, դա ամենակարևորն է, բայց դե մանր բաներ կան, որ ասենք թե այդքան բան չէ, տեղ չի գրավում, բայց դա էլ է օգտակար։ Մեկին դուրը չի գալիս, մեկին օգտակար է։ Դրա համար ես այդ արել եմ, որ ժողովուրդը տեսնի, գալիս են իմ մոտ, մարդիկ գալիս են, այդ նկարում են, ասում են, որ այստեղ ճարենք, օգտագործենք։ Դրա համար ստենդ եմ սարքել, որ տենան ինչից եմ ես օգտվում, բնական, եւ այդ ստենդը իրենց էլ հասանելի է։ Հասանելի է, նկարում տանում են, որ այդքան բան օգտագործեն իրանց կյանքի ընթացքում, էլի դրանք անպայման, օրինակ կտավատ մարդիկա կտավատ չի ուտում, ասում կտավատ կերեք ժողովուրդ, կտավատ օգտագործեք, հասկացեք կտավատի մեջ նա օմեգան, կերեք, իրանք չեն հասկանում։ Պարոն Խաչատրյան, մի հարց էլ կա, որ ուզում եմ անպայման խոսենք, Վահանաձև գեղձի հիվանդության մասին, ինչի շատ տարածված է սովորաբար։ Արդեն շատ է տարածված Հայաստանում, ուրիշ պետություններում այդքան չի տարածված։ Ինչ է պետք անել։ Ուրեմն տեսեք, այդ որ ասեցինք իմունային համակարգի խախտում, իմունային համակարգի խախտումից հետո գալիս է այդ Վահանաձև գեղձի խախտում, մեր մոտ շատացել է Վահանաձև գեղձի հիվանդությունը ինչ պատճառով, նախ իրանց սննդակարգն է, երկրորդ հակելակապը, հիշում եք մինչև 70-ական թվականները ձմեռ բոլորը աշխատում են, չէ, տրանսպորտով գնում են, գործի գալիս են, փաթաթած վզերը, գլուխները փաթաթած։ Չեք հիշում այդ տրանսպորտը։ Շատ հիշում եմ, իհարկե ցուրտը մոտ տարիներ։ Այո, բայց հիմիկվա երիտասարդությունը բաց, հասկանում եք, սառնում է, սա փոքրիկ գեղձ է։ Իրանք տաք ու սառեցնում են, հասկացեք։ Այսինքն նույնիսկ շատ բարձր իրավիճակում կարող ես իմանալ։ Քիչ են ակնում, սառեցնում են, եթե դա սառավ, դժվար է կենթանացնել էլի բանը, բայց իրանք չեն հասկանում։ Սառեցնում են, սնունդը տեղին չեն պահում, չունեն այդ բանը, դե գիտեք, Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի յոդի պաշարի կարգավորում անում։ Բայց որ մենք յոդ չունենք, ինքը գլուխը բարձրացնում ու սկսում է իր մոտ աճել այդ հանգույցներ,
հանգուստներ են աճում, կիստաններ եւ այլ բաներ։ Օրինակ հանգուստներից սա իմ վանաձև գեղձես 3 ամսվա բաներն է, որ ես նախ ես բուժում եմ, ինչ ձևի, պետք է բժշկական թղթեր վերեն, ստուգված, ինչն է, ինչ պատճառն է։ Այդտեղ բոլորը կա։ Բոլորը կա, տարբեր մարդիկ են։ Ուրեմն սա 3 սանտիանոց ուռուց կա։ 3 սանտիանոց, ընդհանրեն 4 ամիս է, 4 ամիս ինձ մոտ օգտվել է ինձանից, այդ տարել է, եւ բժիշկը զարմացել է։ Սա Ռուսաստանից է ուղարկել, ես հեռախոսից անել եմ, Ռուսաստան ազգանով, բան, 5-7 միլի է եղել, 5-7 միլի, արդեն 8 ամիս է օգտագործում, մնացել է 1-2, մնացել մի սանտի 2 միլիմետր։ Երթով նկարեց ուղարկել այդ մարդը, ես իրան չեմ տեսել, ուղարկում եմ, սա է կավը, կավը սա է, որ ուղարկել եմ, ինքը օգտվում է այս կավից, սա Սովորական կա։ Սա մշակված կավ է, բժշկական չէ, սա հիմնական բանը արողը, այդ մենք որ անում ենք, սա հիմնական վահանաձև գեղձի համար է, Սա եւ իմունային համակարգը երկուս միասին օգտագործում են ու շատ լավ են զգում իրենց, արդեն մոռանում են թե թուքը ոնց են կուլ տալիս ցավում, այդ վահանաձև գեղձը որ հիվանդ են անում, սկսում է մազաթափություն, ճարպակալումը, հասկացեք, շատ թույլություն, շատ են ուզում քնեն կամ հակառակ, նիհարում են կամ ասենք քուն չեն ունենում, հասկացեք, տարբեր մարդկանց մոտ տարբեր է դա։ Դրա համար ես ասում եմ, արեք այս բաները արեք ու տեսեք ինչ հրաշքներ է կատարվում, հասկացեք, դրանք լրիվ ապացած է, եւ դուք գիտեք, որ ես մի բանը ցույց եմ տալիս մի այս բնական միջոցները, սրանք տեղ չեն, սնունդներ են, սա փորձարկված են, ոչ թե 1-2 հարյուրավոր փորձարկում ենք արել, նոր հանգիստ խղճով մարդկանց տալիս է, միջև այդ փորձարկում ենք արել մարդկանց վրա։ Այն ժամանակ որ տալիս ես, ինչ բարի ես էլի, տալիս, որ վերջում տետրի մեջ գրանցում եմ, այս մարդուն, այս իմանության տվել եմ։ Ես պիտի ասեմ, որ պատահական չէ, որ համացանցում հատկապես ձեզ առնչվող նյութերի տակ մարդիկ ինչ բարի այսպես շնորհակալական խոսքեր շատ են գրում, ուղղակի չեք պատկերացնում ինչքան բաներ են գրում։ Դե մարդուն եթե խեղճը ամբողջ կյանքը բուժում, այստեղ այնտեղ այս հիվանդանոց, այս կլինիկային ոչ եւ հանկարծ բուսաբուժ է հայտնում, որ կարողանում է մի քանի օրվա ամիս ընթացքում ամեն ինչ վերացնել։ Դա հրաշք է։ Ուրեմն տեսեք, ասարակ բան, կտավատի մասին էլ եմ գցել ռոլի կարճ։ Զանգում է երեխան երեկաններ, սենց 6-7 տարեկան 7-10 տարեկան երեխու մոտ արդեն բորոքային մաս կա։ Երեկանների սարսափելի բան է։ Ասում եմ, գրեք, թուղթը գրիչ վերցրեք, գրեք։ Ռեցեպտ, բաղադրատոմս, ասում եմ, մի ամիս հետո զանգեք։ Մի ամիս հետո զանգում, ասում եմ, դե իրան, ասում եմ, ինչ անեք, ոնց արեք, ամեն ինչ բացատրում եմ։ Մի ամիս հետո զանգում, ասում եմ, այսքանը, ասում եմ, չէ, մի ամիս է պետք է խմի։ Եվ լավանում է երեխան։ Հասկացեք։ Պարոն Խաչատրյան, ես գիտեք շատ շնորհակալ եմ եւ վերջին հարցը կարճ, որտեղ մեր ժամանակը ավարտվում է։ Ունեք հատուկ դիետա, որով սնվում եք։ Հա։ Միգուցե այդ մասին էլ կիսվեք։ Դիետա բոլորին եմ ասում, որ սննդակարգի մեջ պետք է մտցնեք բոլոր հատիկեղենները պետք է օգտագործեք։ Կաթնաշորը շատ օգտագործեք։ Բանջարը, հիմա բանջարը շատ է, բանջարը շատ օգտագործեն, բանջարների մեջ եթե որ չէ, ցանկացած ժամանակ հիմա կա նեխուրի արմատը, դա պետք է օգտագործեն, դա էլ լավ մաքրում արյունը, հասկացեք, մեզ պարտադիր չէ վերցնենք խառը կանանչին եւ այդրով բավարարենք, ոչ, նեխուրը դու եթե օգտագործեք ամեն օր նեխուրի արմատ, դու շատ բաներից ագենում եք, էլի, մաքրում արմատները, աղի մաքրությունը տալիս աղիքներին բանում։ Այդ բոլոր հատիկեղենները խաշած վիճակով ավելացնեն կաթնաշորը եւ օգտագործեն
դդմի յուղ կամ կտավատի յուղ։ Զեյթունի յուղն էլ մեր մոտ են լցնում արդեն շուտվանից են մեր մոտ լցնում այն ինչ որ դրսից բերած է։ Ահա։ Տմինի յուղ, մեր մոտ քաշում են, ես գնում եմ դա այդ քաշողներն արդեն գիտեմ, այդ մեկը կա։ Ինձ լավ հանգիստ ամպերատար լցնում է, քաշում է, լցնում է շշմիչ, ասում է գոյես, ասում է որ աշկովը տենում ես մաքուր իր տարածքը։ Ինքան մաքուր է, դե շատ տեղեր եմ եղել, կեղտոտ են եղել։ Նույն սարքով քաշողների մոտ եմ, կեղտոտ եղել, դրա մոտից չեմ վերցրել։ Իհարկե, մաքրությունը շատ կարևոր է նախապայման։ Այնքան ակուրատն է, էլի դրա ամանները, բան, տարբեր ստանոկ առե, տարբեր յուղի համար։ Ասում եմ, այդքան անում, ասում եմ, եթե տմինը քաշես, այս ստանոկով տմին, սև տմինից յուղ քաշես, մի երկու շաբաթ այդ յուղը չի անցնում հոտո համը։ Խառնա հոտը այնմիսին, էլ չես կարա։ Դրա համար մարդը 3-4 ստանոկ է դրել։ Զանգում եմ Հովիկ ջան, յուղ է պետք։ Գնում եմ յուղերս վերցնում բերում եմ, բայց ես յուղ չեմ վաճառում։ Իրանց ասում եմ գնացեք, ես իշտերից առեք։ Շատ լավ բան է։ Թող օգտվեն, այդ Հովիկից օգտվեն։ Կար Դավիթներ, Դավիթը արդեն հերոներ, հետո չարմարվեցինք։ Դրա համար ասում եմ, որ ճիշտ ապրելը օգտագործեք դդմի յուղը, կտավատի յուղը, սև տմինի յուղը, կարակը, այդ պանիրը, թթվասերը, սպիտակացը մի կերեք։ Կերեք հացեր ոնց որ թխում են Եվրոպայում բան, այնտեղ հացը թխում է առանց որևէ բանի։ Դրոժի, հա։ Առանց դրոժի։ Բանը ապակիով է, այնտեղ թխում են, տենում ես։ Մի հացը 300 գրամը 6 եվրո։ Մաքուր։ Իսկ այդ մեզ խանութը մեծ հացը 1 եվրոյի կես։ Դե այդ հացերի վրա տակը գրած է։ Ինչ կա այդ հացի մեջ։ Մեր մոտ չկա։ Մեր մոտ հաց տակած, սպիտակած։ Մեր մոտ չկա։ Ընդհանուր գնով։ Ընդհանուր գնով ով ինչ գնով դնում է։ Բայց հացերը որակ կա պետք լինի։ Դիմանաս հացի մեջ ինչ կա, ինչ բաղադրատոմս, ինչով է որ հացը ուտես։ Ավելի լավ է չուտես։ Եվ պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ Ղուշան ջան, որ անդադ ինձ հիշում եք, կանչում եք։ Ես պիտի ունկնդիրներին ասեմ, որ մեր բարեկամությունը իսկապես պարոն Խաչատրյանի հետ երկար ժամանակ շարունակվում է, շարունակվելու է, եւ մենք աշխատելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի Փակ TV-ն այսուհետ էլ մեր ունկնդիրների համար լինի այսպես հետաքրքիր հանդիպումների ինքնատիպ ակումբ, որտեղ դուք կարող եք տեսնել, հանդիպել մարդկանց, ովքեր իսկապես կարող են եւ օգտակար լինել եւ ամեն ինչով նպաստել ձեր առողջ ապրելակերպին։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, ցտեսություն։